Ժպիտ, լավատեսություն, բարձր տրամադրություն եւ իհարկե հետաքրքիր հյուր։ Իմիջն է ձեր եթերում։ Մեր այսօրվա հյուրի բիզնեսի ստեղծման պատմությունը իսկապես ոգևորիչ է։ Նա իր կյանքի բոլոր փուլերում առաջնորդվել է հավատով եւ իր բոլոր քայլերում ապավինել Աստծուն։ Ու հենց այդ հավատը եւ մարդասիրությունը դարձել են նրա կյանքի եւ նրա հաջողության հիմնաքարերը։ Օկիդոկի մանկապարտեզների ցանցի հիմնադիր Արփինե Մխիթարյան։ Լուսավոր ու պայծառ մի կին, ով հավատում է, որ մարդ երբանում է բարիք առանց ակնկալիքի, կյանքը միշտ վերադարձնում է բազմապատիկ։ Շատ շնորհակալ եմ սիրելի Արփինե, որ դուք ընդունեցիք իմ հրավերը քաղաքի այս հրաշալի վայրում Մարիոթ Արմենիա հյուրանոցի այս գեղեցիկ անկյունում միասին սրճելու։ Ես ձեզ շատ համեղ սուրճ եմ հյուրասիրում, սրճենք, զրուցենք, իդեպ Square-ում Մարիոթ Արմենիան ունի նոր ճաշացանկ հետաքրքիր եզակի ուտեստներով։ Ես եւս շնորհակալ եմ Նաիրա ջան, որ հյուրընկալվել եմ եւ այստեղ եւ քեզ մոտ եմ հյուր։ Կարող ենք սիրով ճաշի միասին գալ եւ հաստատ կզարմանանք նոր համերով։ Հա, հուսանք։ Կարող ենք նաեւ սրճել իհարկե։ Շատ բարի։ Ես որպեսզի ձեր կերպարը կարողանամ բացել, հա, հեռուստադիտողին, պետք է գնամ դեպի ամենասկիզբ, դեպի մանկության տարիներ, այ ինչպեսին եք դուք մանկության տարիներին, ըստ իս խենթ չարաճճի խելացի։ Կար այդպիսի մի բան, այո, այդ խենթությունները, այդ կազմակերպչական ջիլը, լիդերությունը, այդ ամենը եղել է, նաև հոգատարությունը շատ, դպրոցական տարիների մասին է խոսքը, իմ դասընկերները, եթե իմանային, կասեն ճիշտ է ասում Արփինեն, որտեղ անգամ մեր վերջի զանգի միջոցառման ընթացքում մենք որոշել էինք, որ ամեն մեկս ներկայացնենք մեր ընկերներին ինչ-որ մի ձևով, ում համար մենք այդ խոսքերը գրում ենք, ինքը դուրս էր գալի եւ ինքը չգիտեր իրան ոնց են ներկայացնելու եւ այսպիսի մի խոսք էին ինձ համար գրել միշտ հմայի անզուգական մեր երկրորդ մայր Արփինե Մխիթարյան։ Այդ առումով դպրոցական եւ վաղ տարիքս հետաքրքիր է անցել շատ։ Չարենցի դպրոցում եք սովորել։ Այո, Չարենցի դպրոցում։ Ծնվել եք Երևանի կենտրոնում, սովորել Չարենցի դպրոցում։ Ծնվել եմ Երևանի կենտրոնում, Չարենցի դպրոցում եւ շատ եմ սիրում իմ Երևան քաղաքը, կենտրոնի փողոցները, իհարկե հիմա բնակվում եմ այլ շրջանում, բայց հայրական տունս էլի կա կենտրոնում, այդ նույն տեղը որտեղ որ ծնվել եմ եւ երբ որ ես գալիս եմ այդտեղ, ինձ զգում եմ իմ տանը։ Չարենցի դպրոցը անգլիական թեքումով էր եւ այդ տարիներին մոմի լույսի տակ գիշեր ցերեկ ճգնելով դուք հասաք անգլերենի փայլուն իմացության։ Եվ 1998 թվական շատ կարևոր մի տարեթիվ հա ձեր կենսագրության մեջ այդ անգլերենի փայլուն իմացությամբ դուք որոշեցիք բռնել Հոլանդիա տանող ճանապարհը։ Այո, այդ տարիներին Չարենցի դպրոց, անգլերենի ուսուցում, այդ մոմի լույսի տակ շատ վատ ու դժվար օրեր, որոնք որ իրոք եւ կոփեցին ինձ եւ ավելի այդ դժվարությունները հաղթահարելու ուժ տվեցին։ Կյանքի բերումով այնպես ստացվեց, որ պետք է մեկնեի Հոլանդիա։ Անգլերենի իմացությունը այդքան կարեւոր չէր Հոլանդիա գնալու համար, այսինքն այնքանով կարեւոր դարձավ, որ ես ինքնըստինքյան հասկացա, որ ես տիրապետում եմ լեզվին եւ կարող եմ ինձ օգտակար լինել եւ դրա հետ մեկտեղ նաեւ օգտակար եղա շատ ընտանիքներին ու այդ բերեց նրան, որ մենք հայտնվեցինք մեր էլի շատ հայրենակիցների պես ճամբարում, որտեղ որ տարբեր մարդիկ կային, տարբեր ազգերի։
Եվ իմ այդ իմացությունը ստիպեց ինձ անգլերենի, որ ես թե ինձ համար խոսեմ եւ թե օգնեմ այլ ընտանիքների։ Եվ դուք առավոտից երեկո անկախ ազգային պատկանելությունից օգնում եք մարդկանց անշահախնդիր եւ դա վերցնում եք ձեր 1.5 տարեկան տղայի եւ դուք էլ սպասում եք երկրորդին բաժնից։ Այո, այդ ժամանակը իհարկե ընտանիքում նաեւ լինում էին խնդիրներ, որովհետեւ մարդիկ օրվա տարբեր ժամերի իրենց կենցաղային հարցերով, տարբեր հարցերով գալիս էին, որպեսզի ես գնայի եւ թարգմանեի իրենց համար, եւ այդպիսով երբեմն խնդիրներ էր առաջանում ընտանիքում, բայց այնտեղի հոլանդացի ընկերները հասկանում էին, որ այս մարդը իր ընտանիքից, իր ժամանակից ուզում է օգտակար լինել այլ մարդկանց, ստեղծենք նրա համար այնպիսի պայմաններ, որ ավելի հեշտ լինի եւ ստացվեց այնպես, որ ես արդեն ժամ ունեի մեր գրասենյակներից մեկում, որտեղ որ բոլոր ռուսերեն եւ հայերեն իմացություններ ունեցող մարդիկ գալիս էին իրենց հարցերով։ Բայց այդ ամեն ինչը շատ կարճ տևեց եւ մենք վերադարձանք Հայաստան։ Ուզում եմ Նաիրա ջան մի բան ասել, որովհետեւ դա ամենակարևոր բաներից մեկն էր, որ երբ որ ես ուզում էի ճանապարհը բռնել դեպի Հոլանդիա, մի կարճ աղոթք կար, որը որ շատ խորն էր ինձ համար, ես աղոթեցի առ Աստված, ասեցի Տեր Աստված, եթե սա քո կամքն է, որ մենք գնանք, խնդրում եմ այնպես արա, որ ստացվի այդ ամեն ինչը։ Իսկ եթե չէ, խոչընդոտներ թող առաջանան կամ չստացվի Հոլանդիա գնալը, Աստված այնպես արեց, որ շատ հեշտությամբ հասանք Հոլանդիա։ Եվ այնտեղ տարի ու կես ապրելուց հետո իմ երկրորդ որդին Ռոմանս ծնվեց Հոլանդիայում, մնալուց հետո որոշեցի, որ չեմ ուզում այնտեղ ապրել եւ հետ գալ։ Ու այդտեղից հետո արդեն սկսվում է ամենահետաքրքիրը։ Ամենակարևորը եւ ամենահետաքրքիրը։ Դուք ինչ սովորեցիք ճամբարից մարդկանց կյանքի եւ երախտագիտության մասին։ Պետք է մարդկանց ուղակի, առանց որևիցե ակնկալիքի, առանց որևիցե ինչ-որ սպասումի օգտակար լինել։ Ես այդ ժամանակ երեխա էի, 22 տարեկան աղջնակ կարելի ասել, հա, բայց արդեն 2 երեխայով, արդեն հոգսի մեջ, այնտեղ դժվարություններով ապրելով, շատ բարդություններ տանելով, հաց էի թխում, պանիր էի մերում, ածուն էի սարքում, բաներ կար, որոնք որ ինձ ստիպեցին, որ կյանքի արժեքները ավելի ուրիշ ձև հասկանալ եւ դրա հետ մեկտեղ նաեւ օգտակար լինել։ Օրինակ իմ ամուսինը նեղվում էր, անգամ ջղայնանում էր, անգամ ինչ որ շատ խնդիրներ ենք ունեցել մենք, որ չէ դու չպետք է հիմա դուրս գաս տնից ու գնաս ոմն, օրինակ չեչեն ազգությամբ ընտանիքի կարիքի համար ինչ որ բանակցություններ տանես բժշկի մոտ կամ այնտեղ իրավաբանական գրասենյակում էր կարիքը լինում, ես այդ ամեն ինչին ասում էի ոչ, ես պիտի գնամ, որտեվ իրենք իմ կարիքը ունեն։ Ասում են, որ եթե դու մեկին օգնում ես, այդ պահին Աստված պատասխանում է նրա աղոթքներին քո միջոցով։ Միանշանակ։ Եվ նաև ասում են, որ անշահախնդիր արված բարի գործը անպայման վերադառնում է քեզ, այդ օրենքը գործեց եւ ձեր կյանք մտավ խերդան։ Այո, գործեց, այն էլ ինչպես գործեց։ Նաիրա ջան, որովհետեւ դա իմ կյանքի հրաշքներից մեկն է, որտեղ իմ կյանքում շատ հրաշքներ կան, երբ որ ես հետ եկա Հայաստան, ես խերդային չէի ճանաչում, ընդհանրապես չգիտեի եւ իմ հոլանդացի ընկերներից մեկը, այսինքն ում հետ որ ես ծանոթացել էի Հոլանդիայում, ասեց, որ գալու է իր ընկերը եւ մենք այստեղ իրար հետ ժամանակ անցկացրեցինք։ 2000 թվականին հետ եմ վերադարձել Հայաստան եւ 2007 թվականին խերդայի օգնությամբ բացվեց իմ օկիդոկի մանկապարտեզը։ Այսինքն այդ այն աղոթքն էր, որ Տերը ասեց, դու գնա քո երկրում արարի։ Աստված ձեզ տարավ Հոլանդիայով եւ հետ բերեց Հայաստան, հենց այդ երկար դժվար ճանապարհով, որի ընթացքում դուք նաեւ ստացաք դասեր եւ ծանոթացաք ձեր կյանքի կարևորագույն մարդկանց հետ։ Այո, եւ մինչ այսօր, մինչ օրս խերդան իմ համար հարազատ իմ ընտանիքի անդամների նման մեկն է, որը եւ հաճախ գալիս է Հայաստան, մենք սիրով հանդիպում ենք, ինքը իմ թանկ մարդկանցից մեկն է իմ կյանքի։ Մեծագույն ձեռքբերում եւ մեծագույն երջանկություն է այս աշխարհում իմանալ եւ ճանաչել Արփինեին։ Որովհետեւ բոլոր այն մարդիկ, ովքեր Արփինեին
գիտեն, ճանաչում են։ Ես միանշանակ վստահ եմ, որ ամենաբարձրագույն կարծիքը միայն ու միայն ամենաբարձրագույն կարծիքը կարելի ունենալ այդ աստիճան հրաշալի եւ հիասքանչ մարդու մասին, որովհետեւ Արփինեն ինքը իրենով ոնց որ արև, ինքը իրենով ամենադրական էներգիայի աղբյուր, ինքը իրենով լույս, եւ դա այնքան արտացոլվում է, թե արտակնապես եւ թե ներքուստ իրենից շատ զգացվում է ամբողջական այդ հրաշալի էներգիան։ Ինչքան վառ գույներ գիտենք, հա, այդ գույներով կարելի է իրան ներկայացնել։ Մարդ ազնվություն է, մարդ բարություն է, մարդ հոգատարություն, կարեկցանք, ապրումակցող, ամբասիր նկարագրով եւ բարությամբ անձնվեր աշխատանքով վայելում է բոլորի սերը եւ հարգանքը։ Արփինեն լուսավոր դրական մարդ է։ Իրենից միայն ճառագում է սեր, բարություն, հոգատարություն։ 18 տարի առաջ դուք բացեցիք ձեր դռները, բայց սկսեցիք երկարօրյա դպրոցից, չէ՞, ինչու։ Այո, երկարօրյա դպրոցից սկսվեց, քանի որ բիզնես անելու այսպես առաջարկը Խերդայի կողմից եղավ այնպիսին, որ որն է քո սրտի մոտ աշխատանքը, ինչպիսի գործ կուզենաս անել, որովհետև երբ որ ինքը այդ 2000 թվականից մինչև 2007 թվականի ընթացքում մի 5 անգամ եղել է Հայաստանում եւ այդ ընթացքում ինքը տեսնում էր իմ կյանքը, իմ դժվարությունները, իմ խնդիրները եւ ուզում էր այնպես անել, որ իմ համար այսպես մի քիչ ավելի բարեկեցիկ եւ լավ կյանք լիներ։ Այդ ժամանակ իմ բալիկները 10 եւ 8 տարեկան էին։ Խնդիր կար հենց մի այնպիսի մի վայրի, որտեղ որ երեխաները կմնան դպրոցից հետո, դասերը կանեն, կսնվեն, ուրախ ժամանակ կանցկացնեն եւ ես չէի գտնում այնպիսի մի վայր, որտեղ որ իմ երեխան կզգա իրեն լավ, ապահով եւ երեկոյան երբ որ ես գամ տուն, չեմ մտածի որ արի գնանք դասերը նստենք անենք, իսկ այդ ժամանակ ես մինչեւ ժամը 7 աշխատում էի եւ ես ասեցի փորձեմ օգնել իմ նման մայրերին, ովքեր որ ունեն այդ խնդիրը։ Լավ, իսկ երբ վերածվեց մանկապարտեզի եւ հիշում եք ձեր առաջին այցելուին, փոքրիկին։ Այո, իմ ծնողներից էլի նորից ինձ առաջարկում էին, ովքեր որ իրենց դպրոցահասակ բալիկներին էին բերում երկարօրյա դպրոց, որը էլի օկիդոկի էր կոչվում, բա մենք 4 տարեկան բալիկ ունենք 5 տարեկան, ասում էի, ոյ, գիտեք, դա մի քիչ այլ պրոֆիլ է, հետո իմ շենքային պայմաններում ես դա չեմ կարող, եւ մի օր իմ կաբինետ մտավ Ինեսան հիմա երևի թե արդեն կլինի մի 25 տարեկան աղջիկ։ Ես վստահ եմ, որ իրանք կտեսնեն ու կհիշեն, Ինեսա, ես քեզ գրկում եմ բալա, որովհետև դու այն մարդկանցից էիր, որ ինձ մոտիվացրեց, ինքը եկավ սենց բեժ գույնի պլաշային գեղեցիկ սենց մի հատ շորիկ էր, 3 տարեկան բալիկ պատկերացրեք ու կարմիր գույնի բերետ, եկավ մտավ կաբինետ, իր հետևից մամանն եկավ, սենց կանգնեց իմ առաջ, իմ սենյակում, գլխարկը հանեց, ու այդ գլխարկը որ հանեց, հենց մազերը սենց հետաքրքիր ձևով կանգնեցին ու ասեց, ես եկել եմ օկիդոկի մանկապարտեզ։ Ես ասեցի սենց ոնց, բայց մանկապարտեզ, չէ, ես եկել եմ ու հետո մենք արդեն մայրիկի հետ խոսեցինք ու ես հասկացա, որ պիտի Մանկապարտեզը բացվեց։ Այո, հիշում եմ առաջի մաճակալի եռյակը, որ ես վերցրեցի, այդ առաջի 2 շաբաթվա ընթացքում արդեն 7 երեխա ունեի։ Մի խոսքով այդպես սկսվեց եւ փառք Աստծո, այսօր արդեն ունեմ 2 մասնաճյուղ։ Մեկը 18 տարեկան եւ երկրորդը Ավանի մասնաճյուղը 1 տարեկան։ Այո։ Այ երբ սկսեցիք բիզնեսը, հա, որն էր ամենադժվար պահը եւ ինչպես դա հաղթահարեցիք։ Ամենաառաջինը այդ առաջի 1 տարին էր, որտեղ դու փորձում ես անել նախ շատ գիտելիքները քիչ էին այդ առումով եւ սրանից 18 տարի առաջ այսքան շատ չէր ինֆորմացիան, կարող եմ վստահ ասել, որ ես առաջիններից մեկն եմ եղել դաշտում, այո, նայած ես ունեցել եմ շատ լավ ավագ ընկերներ, ովքեր որ ինձ որպես ուսուցիչ օգնել են լիցենզիա ստանալու եւ օրենքը ճիշտ պահելու եւ ճիշտ աշխատելու առումով, որի համար ես իրենց շատ շնորհակալ եմ, բայց դժվարությունները շատ էին, որտեվ երբեմն նույնիսկ ինձ այսպես ասում էին, Արփինեն կփակվի, չի կարողանա, բայց ես միշտ ասում էի, կգա ժամանակը, որ ես տեղ չեմ ունենա։ Ու այդ ժամանակը շատ շուտ եկավ, որովհետեւ նույնիսկ այնպիսի մի բաներ, որ գալիս էին, ես տեղ չէի ունենում։
Եվ մինչ այսօր հենց այդպես էլ գնում է երրորդ մասի մասնաճյուղում միշտ տեղ չկա դե, բայց մենք անում ենք սիրով, փորձում ենք բոլորին ընդունել։ Մանկապարտեզը այն վայրն է, որտեղ երեխաները պետք է սովորեն սիրել, ձեռք բերել ընկերներ, կիսվել եւ իհարկե հավատալ սեփական ուժերին։ Օկիդոկի մանկապարտեզում բացառապես տիրում է ջերմություն, հոգատարություն եւ անձնակազմի յուրաքանչյուր անդամ լցված է մեծ համբերությամբ եւ սիրով երեխաների աշխարհայացքը, ներաշխարհը ել ավելի հարստացնելու, զարգացնելու եւ մեծացնելու համար։ Հարկ է անպայման նշել, որ տղայիս առավոտները սկսվում է լի ժպիտով, ծիծաղով, բազմերանգ, բազմազան եւ գունեղ խաղերով։ Եվ ես իհարկե որպես ծնող շատ շնորհակալ եմ Օկիդոկի մանկապարտեզին անսահման նվիրվածության, երբեք չսպառվող համբերության, յուրաքանչյուր երեխայի հոգեբանությունը ընկալելու եւ հասկանալու ունակության համար։ Արփինեն իր կյանքում ընտրել է իր բիզնեսի ամենաճշտագույն ճանապարհը, այդքան մաքուր, այդքան անկեղծ եւ այդքան բարի, այդքան հոգատար աշխատանք երեխաների հետ։ Եվ ես միշտ եւ ամենուրեք խոսել եւ բարձրաձայնել եմ նրա մասին, որ երջանիկ են այն ծնողները, որոնց երեխաները իրականում Արփինեիս սաներն են, որովհետև դա արդեն իսկ շատ մեծ կարևոր աշխարհ է, որը որ Արփինեն ստեղծել է եւ որտեղ այդ երեխաները մանկուց ստանում են այն հրաշալի ու լավագույն էներգետիկան, որը տարածում է Արփինեն իր ստեղծած այդ անպատմելի հեքիաթային մոլորակում։ Մանկապարտեզների այս ցանցը ձեր դա սոսկ բիզնես չէ, դա սիրո եւ ջերմության աշխարհ է, այ հետաքրքիր է, ինչպես եք ընտրում մարդկանց, ովքեր պետք է աշխատեն այդ միջավայրում։ Օկիդոկին ինքը մի հատ ընտանիք է։ Ես միշտ ասում եմ, մասնագիտական առումներով, եթե որևիցե մի հարցում աշխատողը թերանա, ոչինչ, ինքը կշտկի ու կսովորի, բայց սեր տալու, մարդկային ճիշտ որակներ ունենալով ինքը կհաջողի։ Այսինքն կարևոր է ինձ համար, որ ինքը լինի ճիշտ մարդ, լավ մարդ, սեր տա։ Եթե անգամ թող ինձ ներեն իմ ծնողները, եթե կմտածեն, որ գեր Արփինեն սխալ է ասում, եթե մի ոտանավոր անգամ թող քիչ սովորեն բալիկները, ինչ որ մի հարցում թերանան, հա, սովորելու առումով, որովհետև նախադպրոցական տարիքի երեխան դեռ սովորելու շատ ճանապարհ ունի, բայց ինքը մեծանա սիրո մեջ։
ինքը մեծանա հոգատարության մեջ, ինքը հասկանա ընկերությունը որն է, խաղը որն է, խաղի ժամանակ ընկերների հետ հարաբերություններ ունենալը որն է, իսկ իմ մանկավարժները հենց այդպիսինն են, որոնք որ տալիս են սեր, տալիս են հոգատարություն եւ եթե հաղթահարում են այդ ամեն ինչը, ուրեմն մնում են մեր ընտանիքում։ Ես արդեն 7 տարի աշխատում եմ Ընկեր Արփինեի թիմում։ Ես երբ որ այստեղ մուտք գործեցի աշխատելու, մտա մի ընտանիք է այստեղ, այնպեսի ջերմությամբ է Ընկեր Արփինեն մթնոլորտ ստեղծում, հա, երջանիկ են ծնողները, որոնց բալիկները հաճախում են այստեղ, ես կասեմ։ Երեխայա կենտրոնա շատ Ընկեր Արփինեն։ Եթե մենք նույնիսկ ասում ենք, սա անհնարին է, սա ես չեմ կարող, միշտ գիտեք, վարակում է մտքով, որ անհնարին ոչինչ չկա։ Բոլոր իրավիճակներում երկեր գտնում է ու վարակում իր լավատեսությամբ, իր բարությամբ։ Մեզ հետ հավասար կմտնի, կօգնի ճաշի ժամին, կերակրելիս, քնեցնելիս շատ փոքրիկներ են ունեցել, որ հենց Ընկեր Արփինեի գրկում են քնել։ Մենք ինքներս ասենք չենք հասցրել, չի ստացվել, ինչ որ չգիտեմ անհանգստությունները բալիկը կոնկրետ օր ունեցել, զարմանալիորեն ինչ որ էներգետիկա կա, հա, իր մեջ, որով եւ մենք ենք վարակվում։ Բալիկներն ինչ որ խաղաղություն ու հանգստություն են, անկեղծորեն։ Հավասարը երբեք մենք չենք զգացել, որ տնօրենակ սահմաններ չի դնում այդպիսի։ Կոլեկտիվում թիմային է, ընտանիք է։ Ես ինքս լույսը բացվելուն պես ուզում եմ գամ աշխատանքի, որտեղ այնպիսի մթնոլորտ է տիրում այստեղ։ Ու ասեմ նաև մեծամտություն չհնչի, մեր բալիկներն էլ են ուրախությամբ գալիս։ Շատ բալիկներ կան ուրախությամբ վազքով գալիս են, մենք դիմավորում ենք առավոտները, մեր սկսում է այդպես առավոտները տուն ճանապարհելն էլ, հա, երբ որ մենք տուն ենք ճանապարհում, շատ բալիկներ ունենք, ծնողները չեն կարողանում այստեղից տուն տանեն։ Ու այդ մթնոլորտը Ընկեր Արփինեն է ստեղծում։ Իզուր չի, էլի ճիշտ ոլորտում ճիշտ մարդ է, ճիշտ մարդ, ճիշտ ընտրություն, ճիշտ թիմային աշխատանք։ Կցանկանայի անպայման մատնացույց անել նրա ոչ միայն երեխաներին, այլ նաև ծնողներին մշտապես աջակից լինելու պատրաստակամությունը եւ վստահ կարող եմ փաստել, որ Արփինե Մխիթարյանը իսկապես մեծ ավանդ ունի յուրաքանչյուր երեխայի մեծ եւ փոքր ձեռքբերումների մեջ։ Մեր աշխատանքային առօրյայում ինքը ծնողի հետ նստած է։ Դուրը ծածկեցին, մեր մոտ դուրը չի ծածկվում, ծածկեցին, նստեցին։ Կես ժամ անցավ չեն բացում, մի ժամ անցավ չեն բացում։ Հետո ես դուրը բացեցի, զգում եմ, որ երկուսն էլ շատ լարված վիճակա մոտները։ Հետո մի ժամից ավել զրուցելուց հետո այդ ծնողը դուրս եկավ գնաց։ Բայց ինքը այնքան լարված էր, ասում ինչ էր պատահել։ Պարզվեց իր ընտանիքի հոգսն էր կիսում, ինքն էլ իրան խորհուրդ էր տալիս, թե ոնց անի, բայց ինքը լավ չզգաց, ինքը լավ չէր զգում։ Երբ որ ես իրան ասում եմ՝ մի արա, մեկը ինքը անում է։ Ինքը իր տեսակն է այդպիսին։ Իսկ դուք ինչի համար եք սիրում ձեր աշխատանքը։ Որովհետև սիրում եմ երեխաներին։ Իրանք իմ աշխարհն է։ Ես ուղղակի սիրում եմ, չգիտեմ, չեմ կարողանում պատկերացնել, օй Տեր Աստված, խնդրում եմ, որ ինձ մինչև վերջ երբ որ ես կզգամ, որ ուղղակի էլ ի վիճակի չեմ լինի գնալ մանկապարտեզ կամ բան, պահի ինձ այն վիճակում, որ ես այդ վայելեմ, որ ամեն առավոտ մտնեմ, բալիկները փաթաթվեն ինձ, ես իրենցից էներգիա եմ ստանում, էներգիա ապրելու, արարելու, դժվարությունների դեմ գնալու, չմտածելու, որ գիտեք, եղել են օրեր, որ սենց նստել եմ, մտածել եմ, ոնց եմ այս հարցը լուծելու, ոնց է այն մի հարցը լինելու, բայց այդ երեխաների հետ կապը, որ իրանք սենց ուղղակի գոռացել են, Ընկեր Արփինե ու եկել են փաթաթվել են, հասկացել եմ, որ կլինի ու եղել է։ Ուզում եմ կանգ առնել մանկապարտեզի այդ հատվածի վրա, որտեղ իմ երեխաներն են սովորել, հաճախել եւ ինչ են ստացել մանկապարտեզից։ Եթե մի քանի բառով փորձեմ նկարագրել, կասեմ սեր ու ջերմություն, հոգատարություն, քնքշանք,
Եվ բոլոր երեխաների նկատմամբ է եղել դա։ Ոչ թե առանձնահատուկ իմ երեխաների կամ առանձնացրել են որևէ երեխայի, այլ միշտ հիմա եւս բոլոր երեխաները ստանում են այդ սերն ու ջերմությունը։ Մենք հաճախ ենք տեսնում իրենց աշխատանքը, ականատես ենք լինում, լսում ենք իրենց ուշադրությունը, իրենց վերաբերմունքը երեխաներին ու միայն պիտի հիացմունքով ասեմ, որ իսկապես հաջողել են իրենք։ Իսկ դա շնորհիվ Արփինեի։ Իր խելացի, իր կառավարչական հմտությունների, առաջնորդության այսօր կայացած ու բավականին լուրջ հիմքերի վրա գտնվող մանկապարտեզ է դարձել։ Իսկ Արփինեն հիանալի մարդ է, հիանալի ընկեր, ղեկավար, կոմպետենտ, իր գործի գիտակ, եւ լավ ղեկավար, եւ լավ ընկեր։ Դրանից էլ գալիս է այդ փոխադարձ սերն ու հարգանքը, որ իր գոլեգաները, իր աշխատակիցները տածում են երեխաների նկատմամբ։ Իսկ եթե այ հնարավորություն լիներ վերադառնալ սկիզբ, հա, դուք ինչ կասեիք Արփինեին, որ նոր էր սկսում։ Շատ հետաքրքիր հարց էր։ Ես շատ իմ ընկերների օգնում եմ, որ իրենք մանկապարտեզ բացել, այն սխալները, որ ես արել եմ, իրենք չանեն, բայց ես երևի թե այդ նույն սխալներով կգնայի առաջ, որովհետև հենց այդ սխալները ինձ բերեցին, սարքեցին այսօրվա Արփինեին։ Օկիդոգին ինձ տրվել է, ես անգամ $10 փող չեմ ունեցել։ Իմ համար դա անհնարին էր, բայց այդ երազանքը կատարվեց եւ դժվարություններ շատ եմ ունեցել, բայց հաղթահարել եմ։ Արփինեին կասեի, ինչպես միշտ, դու ուժեղ ես, դու կարող ես ու առաջ գնա։ Կյանքը շատ հաճախ անում է այնպիսի շրջադարձներ, որոնք եւ հաճելի են, եւ շատ գեղեցիկ են, եւ այդ մեծ շրջադարձը իմ կյանքում եղել է Արփինեի հետ ծանոթությունը։ Ես բժիշկ ստոմատոլոգ եմ, երկար տարիներ սովորել եմ բժշկական համալսարանում եւ Արփինեի հետ ծանոթությունից հետո տեսնելով իր սերը մանկապարտեզի հանդեպ, տեսնելով սերը երեխաների, յուրաքանչյուր ոգի, յուրաքանչյուր մարդու հանդեպ, այսպես մի պահ կանգ առա եւ ես էլ մտածեցի, որ ինչ հետաքրքիր մասնագիտություն է։ Չնայած նրան, որ շատ սիրում էի մասնագիտությունը, եւ 2019 թվականն էր երևի թե այնպես ստացվեց, որ Արփինեն տեղափոխվեց Ռուսաստան եւ առաջարկեց ինձ, որ ես իրեն փոխարեն մնամ Օկիդոկիում։ Երևի թե ինքն էլ զգաց, որ ես էլ եմ շատ սիրում բալիկների, այսպես ես էլ մնացի Օկիդոկիում որպես տնօրեն, երևի 4 տարի աշխատել եմ այնտեղ։ Իսկ Արփինեն ոնց է ծաղիկը թորշնում, որ ջրից հանում ես կամ ոնց ասեմ ձուկը ջրից դուրս է գալիս, սկսեց խամրել։ Այդ իրեն, այդ արևը տալիս էին այդ երեխաները, այդ մանկապարտեզը, այդ շփումը, այդ սերը։ Չգիտեմ, ինչքան որ ինքն է սիրում երեխաներին, կրկնակի երեխաներն են իրեն սիրում։ Ուղղակի դուք չեք տեսել իրեն այդ պարտեզում, այդ կոլորիտի մեջ։ Ինքը ոնց ասեմ, ուրիշ մարդ է, ուրիշ ղեկավար է։ Իրենից շատ բաներ եմ սովորել ես, շատ։ Սովորել եմ լինել լավ ղեկավար, ես ինքս արդեն իմ գործի մեջ, որը որ ըմբռնումով է մոտենում յուրաքանչյուր մարդուն, սիրով է։ Գիտես, որ ունես մեջք եւ վերջ, քար, որ պահին ուզես ինչ որ բան, չգիտեմ, այն որ երկնքից աստղ կիչեցնի կտա քեզ, եթե սիրեց, եթե հարգեց, եթե զգաց, որ դու էլ իրեն ես շատ նվիրված։ Ու յուրաքանչյուր աշխատողի հանդեպ էլ ենք այդպես, յուրաքանչյուր։ Ես Օկիում չեմ ճանաչում մի մարդ, ով չսիրի իրեն, եւ աշխատով, եւ դե երեխաների մասին խոսք լինել չի կարող։ Ռուսաստանից հետո որ եկավ առաջին անգամ Արփինեն, որ գնացել էր, որ մտավ մանկապարտեզ ու անակնկալ արեց, ոչ ոք չգիտեր, որ գալու էր։ Մտավ, այսպես այդ խմբի երեխաների երջանկությունն ու այդ աժոտաժը երևի թե չեմ կարող բացատրել բառերով։ Շատ գեղեցիկ էր, շատ սրտանց էր, շատ բնական, բոլորն էին սպասում իրեն։ Հենց այնպես չի, որ Տիկին Գոհարը Արփինե է դրել իրեն անունը։ Ինքը լույս է։
ոնց որ մանկապարտեզում, այդպես էլ յուրաքանչյուր ընկերական շրջապատում։ Շատ լուսավոր մարդ է։ Չգիտեմ, շատ սիրում եմ իրեն, շատ հարգում եմ իրեն որպես ղեկավար, որպես ուսուցիչ, իմ առաջին ուսուցիչն էլ ինքն է։ Ուսուցչի տոնին ես զանգահարում եմ առաջինը իրեն։ Ասեմ դու լին ուսուցիչն ես։ Ինքն էլ ասում է դե աշակերտը, եթե ուսուցչին արդեն մոտենում է կամ փորձում է անցնել, արդեն դու լավ աշակերտ ես։ Դուք նաև Partner Business ակումբի անդամ եք։ Ինչ եք գտել ակումբում, ինչ եք սովորել համատեղ ուժից եւ ինչպես է այդ միջավայրը ազդել ձեր զարգացման եւ ձեր բիզնեսի ընթացքի վրա։ Ես այնտեղ շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, շատ լավ, որոնք որ ինձ եւ մոտիվացրել են եւ իմ թիկունքին են կանգնել, սիրում եմ իրենց հետ ժամանակ անցկացնել։ Շատ լավ տրեյնինգներ են անցկացնում, որտեղ որ աճում է քո բիզնես որակը, այսպես ասեմ։ Ես սիրում եմ, որ մենք միասնական ենք լինում, ես սիրում եմ, որ մենք կարողանում ենք մեկս մյուսին օգտակար լինել ու օգնել։ Իսկ ակումբը ինձ այդ առումով շատ բան է տվել, ես շնորհակալ եմ ակումբին, որ ինքը կա ուղղակի։ Օրեցօր այնտեղ լավ մարդիկ են հայտնվում, լավ ընկերներ են հայտնվում, որոնց ունենալը ուղղակի հարստություն է։ Դուք նաև մի շարք բարեգործական ծրագրերի եք մասնակցում, սոցիալական ծրագրերի եւ վերջերս էլ հենց ձեր օկիդոկի մանկապարտեզներից մեկում, հավանում, որքան գիտեմ, կազմակերպեցիք դոնորություն, մարդիկ եկան, արյուն հանձնեցին, այս զգացողությունը, երբ դու օգնում ես մարդկանց կյանքեր փրկել։ Շատ կարևոր ու հետաքրքիր մի պրոյեկտ էր, չնայած որ մենք նոր էինք ավանում եւ ավանցիները օկիդոկին այդպես շատ չէին էլ ճանաչում, բայց մեր շատ սիրելի Գայանե Գաբրիելյանը ինձ առաջարկեց նմանատիպ միջոցառում անցկացնել, որը որ օգնի կյանքեր փրկել։ Եվ ես սիրով համաձայնվեցի երախտապարտեմ եւ իմ ծնողներին եւ ընկերներին եւ մեր ավանցիներին ուղղակի այսպես նույնիսկ այնքան շատ էին եկել, որ մենք այդքանից չվերցրեցինք էլ, այսինքն ժամանակը չներեց, հա, որովհետև իրոք մարդիկ ցանկանում էին գալ եւ կյանք փրկել։ Հուսամ էլի կլինի, որովհետև ես ուզում եմ օգտակար լինել։ Բարեգործությունը իմ կյանքի ինչ որ բաներից մեկն է, բայց ես շատ չեմ ուզում խոսել Նաիրա ջան այդ մասին, որովհետև այսպեսի մի բան կա, չէ, որ ասում է աջ ձեռքդ երբ որ տալիս է, թող ձախը չիմանա այդ մասին։ Եվս մի շատ կարևոր գույն ձեր կերպարից բարձր հոգևոր արժեքները։ Ձեր ընտանիքը եկեղեցու քավոր է։ Մենք կարող ենք ասել, որ հավատը ձեր ընտանիքի հիմքն է։ Այո, հավատքով առ Աստված ես երևի թե շարժվում եմ վաղ մանկությունից։ Այդ տարիներին ես գնում էի Սուրբ Սարգիս եկեղեցի, բայց այդ կրոնական կրթությունը այդքան շատ չէր։ Դրա հետ մեկտեղ սկսեց ցանկությունը իմ մեջ ավելի կրթվելու, հասկանալու, ավելի մոտ գտնվելու Աստծո հետ։ Ճանապարհը բերեց ինձ, հասցրեց այստեղ։ Ես օրհնված եմ այդ առումով։ Էլի անհավատալի երազանք էր դա։ Եվ երբ որ 3 տարի առաջ այնպես ստացվեց, որ անսպասելի մեզ այդ առաջարկ արեցին, իմ աչքերից գիտեք արցունքները ոնց էր գնում, ախր դա իմ երազանքն է եղել, ախր ես դա շատ եմ ուզել։ Արփինեն խորհրդավոր կերպար է մեր համար։ Պատարակներին այնպես կկանգնի, որպեսզի իրեն շատ չնկատեն, ուշադրության կենտրոնում չասեմ, բայց այսպես ավելի փորձում է համեստ կերպի մեջ հանդես գալ եկեղեցում, որտեղ եկեղեցում բոլորս Աստծո առաջ հավասար են եւ խոնար մարդիկ են Աստծո առաջ ընդունելի։ Շատերը իրենից օրինակ են վերցնում իր պահվածքից, իր կանգնելու ձևից, իր շարժու ձևից, իր խոսքերից, չնայած որքանով որ փորձում է այդպես համեստ կերպարի մեջ, երբ որ թեկում ես անմիջապես տեսնում ես։ Եվ ոչ միայն Արփինեին, այլ նաեւ ընտանիքը, իրենց ընտանիքն ես տեսնում, որ միշտ այսպես պատարակին համեստաբար, խոնարհաբար կանգնած մասնակցություն են ունենում։ Մեր եկեղեցու խաչքավորը Արփինեի ամուսինն է, ամուսիններով մեր եկեղեցու խաչքավորներն են, այսպես ասեմ։ Եվ ինքներս ենք ուրախ դրա համար, եւ նաեւ հավատացյալ հոտը, որովհետեւ գեղեցիկ, համեստ, քրիստոնեական հավատքով լի ընտանիք են իրենք։ Եվ իրենք օրինակ են ծառայում մյուսների համար։ Մեր համար էլ դա եւս ուրախություն է։ Իրենք էլ իրենց կերպի մեջ են քարոզում Աստծուն։ Եվ յուրաքանչյուրս են քարոզում Աստծուն, ուղղակի քարոզել չի նշանակում միայն Աստծո խոսքը խոսել, իրենց ապրած կյանքը արդեն իսկ քարոզ է Տիրոջ վերաբերյալ Աստծո ավետանի մասին։
եկեղեցու համար անելը բնականաբար դա շատ կարևոր բան է, բայց մենք ամեն րոպե, ամեն վայրկյան մեր բոլոր արարքների մեջ պետք է արժանի լինենք, ոչ թե մենակ մտածենք, երբ որ մտնում ենք եկեղեցում բարեկիրթ լինենք, մեզ ճիշտ պահենք, բայց դուրս գանք եւ ուրիշ կյանքով ապրենք։ Մեր ընտանիքում հոգեվորը ես իմ ամուսնու հետ Փառք Աստծուն գտել ենք այդ ճանապարհը եւ դրանով գնում ենք։ Երբ նայում եմ ձեր զույգին, հիշում եմ այս ասույթը, սիրել նշանակում է ոչ թե նայել մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ, դա կարծես գրված է ձեր մասին, ձեր եւ ձեր ամուսնու, որովհետեւ դուք շատ ներդաշնակ զույգ եք։ Հեշտ էր հասնել այդ ներդաշնակության ընտանիքում։ Իմ կյանքում շատ դժվարությունները ես անցել եւ երբ որ հանդիպեցի Արգամին, Արգամը իմ կյանքի լույսավոր կետերից մեկն է, ում հետ ես ներդաշնակ եմ, ես հանգիստ եմ, ես խաղաղ եմ։ Ինքը ինձ տալիս է այդ ամենը, որ ես ինձ զգամ երջանիկ կին, ես ինձ զգամ հոգատարության մեջ, հեշտ չի եղել ճանապարհս, բայց էլի, ինչպես միշտ ամեն լավ բան դժվարություններով է հասանելի դառնում մարդուն եւ ունեմ այսօր իմ կողքին լավ ամուսին, ինձ սիրող, իմ մասին հոգ տանող եւ այլ ոնց որ դուք եք ասում, մենք իրար հետ միանման ենք նայում ամեն ինչին։ Ես երկար եմ փնտրել եւ հասկացել եմ, որ դա Աստծո կողմից ինձ տրված պարգև է։ Ինքը ոչ միայն մեր տան մեջ արևն է, մեկ կատակ եմ անում, ասում եմ, ոնց է հնարավոր, որ մի անգամից երկու արև է դուրս գալիս։ Եվ լավ մայր, եւ լավ կին, եւ տունը, եւ դրսում իր մոտ չկա միջինը, կամ լավն է, կամ գոյություն չունի։ Կամ եթե ինքը անում է, ուրեմն պիտի ինքը անի ամենագերազանց ձևով։ Արգամն ու ինքը իրար շատ լրացնում են, շատ։ Երևի Արփինեի կողքին ուրիշ տղամարդ պատկերացնել ես չէի էլ կարող, որովհետև իրենք ինքան այդ նույն ձևի այդ նրբություն, այդ քնքշությունը իրենց երկուսի մեջ է շատ կա։ Ամեն ինչ է այսպես ջանով, հանգիստ, նույնիսկ ինչ որ ոնց ասեմ, ես չեմ տեսել իրենք, որ բարկանան իրար վրա կամ նեղանան իրարից։ Իրենք ամեն ինչը շատ նուրբ ու գեղեցիկ են արվում։ Ինչ սովորույթներ, ավանդույթներ, ինչ բարոյական արժեքներ եք դուք ձեր հայրական ընտանիքից ներմուծել ձեր ընտանիք։ Իմ լուսահոգի հայրիկը ինքը շատ այսպես մարդասեր մարդ էր, շատ Հայկ Սմբատիչը իրանից սովորել եմ մարդուն սիրել, անկախ նրանից թե նա ով է, իմ հայրիկից սովորել եմ այդ մարդասիրությունը։ Մայրիկիցս սովորել եմ հաց դնելը, մեր տանը միշտ այդ հաց տալը եղել է եւ ես երբ որ հաց եմ տալիս, ես ասում եմ ես օրհնվում եմ։ Ինչքան շատ մարդ իմ հացը ուտում է, լինի ընտանիքում, լինի աշխատավայրում, լինի առհասարակ լինում են երբեմն եկեղեցում սիրո ճաշեր ենք հյուրասիրում, ես դրանից օրհնվում եմ։ Հասկացա, որ սիրում եք խոհանոցում ստեղծագործել։ Հա, այդ իմ հոբին է, այդ իմ թուլությունն է, ես շատ եմ սիրում եմ խմորեղեններ, սիրում եմ նաև համեղ ուտել, համեղ պատրաստել, համեղ ուտել, հյուրասիրելը այդ իմ հոբիներից մեկն է, որտեղ ես ինձ այսպես լավ եմ զգում։ Եվ համեղ պատրաստելու մասին խոսք լինել չի կարող։ Եվ խմորեղենները, եւ այն հիմնական մեծ ճաշատեսակներից խաշը շատ համեղ է պատրաստվում եւ անպայման խաշի սեզոնին Արփինեի պատրաստած խաշը պիտի ուտեին բոլոր աշխատողները եւ բոլոր ընկերները պարտադիր։ Դա ասենց ռիտուալ է, էլի։ Այդպիսի բան առանձնացնել շատ դժվար է, որովհետեւ յուրաքանչյուր ինչ պատրաստում է, ինքը պատրաստում է հոգով, դրա մեջ հոգի է դրված։ Ու այն ինչ որ հոգով է, ուրեմն անկրկնելի համ է ունենում։ Երբ մեր տեսախցիկը պատտվում էր ձեր ընկերների, ձեր գործընկերների շրջանում, բոլորը լեգենդներ էին պատմում ձեր հրուշակագործության, ձեր տորթերի մասին։ Հա, այդ ես սիրում եմ խմորեղեններ պատրաստել, տորթեր, գեղեցիկ, համով, հետաքրքիր բաներ մտածել, այդտեղ ինձ լավ եմ զգում եւ հա։
Իմ ընկերները ճիշտ են։ Նույնիսկ այսպիսի մի բան կա, որ ասենք օրինակ ասում են, ինչքան էկլեր ուտենք, մեկ արփին է, էկլերները ուրիշ են։ Ինքը շատ ուշադիր, ոչ միայն իմ հանդեպ, ընդհանրապես եղբոր երեխաների, իր բալիկների, տատիկի, հարազատների։ Եթե լսի մեկն ու մեկի մատը փուշա մտե, ինքը պիտի հասնի։ Ինքը շատ բարի է, իր մեջ մարդկայինը շատ է։ Արփինեի բնավորության առանձնահատկություններից մեկը այն է, որ ծնողի մեծարման, ծնողասիրության, ոչ միայն իր ծնողների հանդեպ, այլ նաև իմ ծնողների հանդեպ, ինչպիսի վերաբերմունք, ինչպիսի սեր, ինչպիսի հոգատարություն, երբեք ու երբեք չեմ նկատել, որ կարող է հանկարծ ինչ-որ տրտնջալով, անպայման ժպիտը երեսին է եղել։ Ինքը դա չի անում որպես պարտականություն։ Իսկ ինչպես է ձեզ ստացվում այ երկու մասնաճյուղ, հազարը մի սոցիալական ծրագրեր եւ դուք կարողանաք նաեւ տան համար ժամանակ առանձնացնել։ Ձեր ամուսնու, ձեր երկու որդիների։ Փորձում եմ, իհարկե շատ դժվար է։ Իհարկե հիմա իմ մայրիկը ինձ օգնում է այդ հարցում, սրտացավ նվիրումով, իմ մյուս մասնաճյուղում գրեթե ամեն օր այնտեղ լինում է եւ այդ առումով հանգիստ եմ, իսկ ընտանիքում կարողանում ենք, որովհետև տանը ունեմ 4 տղամարդ, իմ երկու որդիները, ամուսինս եւ սկեսրարերս, եւ պատկերացրեք, ես մենակ, բայց ամեն մեկ իր տեղում կարողանում է ինձ օգտակար լինել եւ ես շնորհակալ եմ, որ եթե նույնիսկ ինչ-որ մի բան ես չեմ հասցնում կամ այնպես չի ստացվում, ոնց որ ես կուզենայի կամ այնպես չի ստացվում, ոնց որ իրենք են սովոր, իրենք ներողամտորեն ինձ հասկանում են, ընդունում են եւ մենք այդպես առաջ ենք գնում։ Մայրությունը ձեզ ինչ է սովորեցրել։ Իմ տղաները իմ ամենն են։ Դուք խիստ մամա եք։ Չէի ասի։ Թե ավակ ընկեր իրենց համար։ Երևի թե ավելի շատ ավակ ընկեր, բայց խստություններ կարող է ունեցել եմ։ Ամենայնպես ես գիտեմ, որ իմ տղաները ինձ շատ հարգում են, շատ սիրում են եւ իմ խոսքը իրենց համար արժեք ունի, բայց դրա հետ մեկտեղ չասեմ, որ խիստ եմ եղել, բայց նաև հետևողական եմ եղել։ Առյուծը, որ հանկարծ դաքերին ինչ-որ, այն որ հանգիստ է ինքը, բայց հանկարծ եթե մեկի մազին մի բան լինի, Արփինեն այսպես վերափոխվում է, որպես մայր դառնում է սենց առյուծ։ Այ այդ ժամանակ արդեն ուրիշ Արփինե է։ Նամանավանդ որ տղաներ են զավակները, այնպես է որ սենց ամեն ինչին ներկա է, ջերմ է, շատ հանգիստ, հավասարակշռված։ Արփինեի ազդեցությունը շատ մեծ էր։ Իր դաստիարակությունը, իր հոգատարությունը, ուշադրությունը, կապը դպրոցի հետ, շատ ուշադիր ծնող է եղել։ Կապը ծնող դպրոց միշտ եղել է։ Ու դա նպաստել է իր երեխաների ուսման առաջադիմությանը, որակին, դաստիարակված, խելացի, լավ ընտանիքից դուրս եկած երեխաներ։ Դա միանշանակ նկատելի էր։ Իսկ այսօր լավ մարդիկ են դարձել, լավ տղաներ են, շատ լավն են։ Այ հիմա ավելի շատ են մամային նման, քան դպրոցական տարիներին էին։ Իսկ ինչ եք սիրում անել բոլորով։ Ուխտագնացություններ կազմակերպել, գնալ եւ Հայաստանը այսպես բացահայտել, այո։ Ամուսնուս հետ ավելի շատ, դե տղաները հիմա մի քիչ արդեն իրանք էլ իրենց առանձին հետաքրքրությունները ունեն, բայց նաեւ տղաներիս հետ միասին այդպես ուղակի առավոտյան դուրս գանք ու գնանք որևիցե մի ուղղությամբ։ Նստում ենք մեքենա, նոր որոշում ենք դեպի ուր ենք գնում։ Դուք ձեզ որտեղ եք երես տալիս, անձամբ ձեզ։ Ինչով եք երես տալիս։ Մի քիչ այդպես գեղեցկանալու կամ այդպես շոփինգ անելով, այդտեղ ինձ երես եմ տալիս, հա, եւ իմ ընտանիքը այդտեղ նաեւ իրանք էլ են մեծ դեր խաղում, իրանք էլ են այսպես թե տղաներս, թե ամուսինս սիրում են, որ ես միշտ լինեմ խնամված, միշտ լինեմ գեղեցիկ,
Դե դուք միշտ այդպեսին եք։ Իսկ այդ տնօրենի պաշտոնը ասեմ, տնօրենի աթոռը ասեմ, ձեր զգեստապահարանը խմբագրել է։ Ես շատ տարբեր եմ լինում օրվա ընթացքում եւ կարող եմ լինել մեկ օր ջինսերով, կեդերով, պոչիկ կապած, առանց շպարի, կարող եմ լինել այսպես շատ կանացի։ Իմ համար այդ տնօրենի աթոռը որևիցե արտադրող դրես կոդի համար կամ ընդհանրապես իմ առօրյայի հետ կապված, ես կամ ոնց կամ ինչ տրամադրությամբ արթնանում եմ, այդպես օրս սկսվում է։ Իսկ առավոտը մեկ գավաթ սուրճով է սկսվում։ Իմ առավոտը սկսվում է աղոթքով եւ օրս հանձնելով Աստծուն գնում եմ առաջ։ Իսկ մեկ գավաթ սուրճը խմում եմ մանկապարտեզում։ Հենց մտնում եմ, իմ սիրելի խոհարարներս գիտեն, որ հենց մտաներս իմ սուրճը արդեն պետք է լինի մեկ բաժակ ջրի հետ։ Դուք ասացիք, թե ինչպես եք ընտրում մարդկանց գործում ձեր կողքին լինելու համար։ Իսկ ինչպես եք ընտրում ընկերներին կյանքում ձեր կողքին լինելու համար։ Ընկեր բառը տարբեր, այո, երանգներ ունի։ Ես ունեմ ընկերներ, ում հետ որ կարող է ամիսով չխոսեմ, միգուցե կարող է եւ դա սխալ է հնչում, բայց ես գիտեմ, որ իրանք իմ կողքին են, ես իրենց կողքին եմ, ու մենք հոգևոր կապով օրվա ընթացքում ես կարող եմ իրենց մասին հիշեմ, իմանամ, հասկանամ, բայց այն ամեն օրվա շփումը չունենամ։ Բայց խորը կրում եք ձեր մեջ։ Հա, խորը կրում եմ, որտեղ ես իրենց ընդունում եմ այդ իմ ընկեր հասկացողությամբ։ Որ ասեմ շատ տենց ընկերներ ունեմ, այդ տիպի չէ։ Մատերիս վրա կարող եմ հաշվել, որոնց համար եւ ես կամ եւ գիտեմ, որ իրանք էլ ինձ համար կան։ Շատ շնորհակալություն Արփինե ջան, այս ջերմ, լուսավոր, անկեղծ զրույցի համար, ձեր ներկայության համար եւ հրաժեշտին ես ուզում եմ ասել, որ անպայման օկիդոկի մանկապարտեզներից դուրս կգան ճիշտ ողնաշարով կառուցված երեխաներ, որովհետև դուք տալիս եք սեր եւ ջերմություն եւ ձեր մանկապարտեզները սիրո եւ ջերմության մասին են։ Իսկ դուք ինքներդ հավատով եւ սիրով աշխարհը փոխողներից եք, ինչ շատ հաճելի է ձեզ ճանաչելը եւ իմ թիկունքը ամուր է, որ դուք իմ օրերում կաք։ Եվ իհարկե ամենավերջին հարցը, հա, կա երազանք, որ դեռ սպասում է իր հերթին։ Երազանք ասել չեմ կարող, բայց այսօրվա իմ ցանկություններիցս մեկն է, որ իմ բալիկները ամուսնանան եւ ես ունենամ թոռնիկներ։ Դա չեմ ուզում համարել երազանք, որտեվ իմ բոլոր երազանքները թվացել է, որ չլինող են, բայց եղել են, բայց սա երազանք չի, որտեվ սա ընդհանրապես մի գործողություն է, որ պետք է լինի, բայց հիմա ես դրա մասին շատ եմ մտածում։ Թող իմ երկիրը լինի խաղաղ, կայուն, մենք բոլորս ապրենք խաղաղ երկրում, որպեսզի շատ երեխաներ ծնվեն։ Լավ, իսկ եթե պատկերացնեք, որ հիմա ամբողջ աշխարհի մանուկները ձեզ լսում են, ինչ կասեք։ Ուզում եմ, որ իրենք ապրեն իրենց մայրիկների ու հայրիկների հետ ու երկար տարիներ իրենց ներկայությունը զգան իրենց կյանքում։